Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, հերթական խաղային շաբաթն է մեկնարկում AFL-ի շրջանակներում եւ այսօր հագեցած խաղային օր ենք ունենալու եւ միասին հետեւելու ենք 3 հանդիպման։ Հիմա տեսնում ենք հենց այսօրվա առաջին հանդիպման բացումը տալիս են Real Madrid-ը եւ Flamengo-ն, հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվելու։ Հիշեցնեմ, որ Flamengo-ն այս պահին այս մրցաշարի առաջին հորիզոնականում է եւ 3 խաղ 3 հաղթանակ փայլուն մեկնարկ է տվել Flamengo-ն այս մրցաշարին, իսկ Real Madrid-ը դեռ միավոր չի վաստակել այս մրցաշարում 2 խաղ 2 անընդմեջ պարտություն, տեսնենք ի վերջո ինչպես կստացվի այս երկու թիմերի հանդիպումը, հիմա խաղը մեկնարկած է։ Ես էլ անցնեմ թիմերի հայտարարություններին նշելուն Real Madrid դարպասը պաշտպանում է համար 1 Ալիրեզա Սուայլ, հիմա տեսնում ենք առաջին գրով Flamengo-ի առաջին հարվածը կա, վտանգավոր էր, երկրորդ հարվածն էլ տեսանք, վտանգավոր էր հենց մեկնարկում Flamengo-ի կողմից ստեղծած առաջին գրոհ եւ արդեն 2 հարված հենց մեկնարկային րոպեին։ Առաջին դեպքում Ալիրեզան փրկեց իր թիմին, երկրորդ դեպքում Flamengo-ի ֆուտբոլիստը շեղ հարվածեց, տեսնում ենք ակտիվ մեկնարկ երկու թիմերի կողմից էլ, հիմա Ռեալն է մացել գրոհի, բայց այստեղ խլեց գնդակը Մոսյանը, բայց առաջ է թողում գնդակը իր ոտքից, շարունակեմ Ռեալի կազմը, համար 5 Անուշավան Եղիազարյան, համար 7 Ժան Աբաջյան, համար 9 Արսեն Աբոյան, համար 10 Ետնա Մարսելուի, համար 11 Արթուր Հունանյան, համար 20 Սորուշ Ռուի, համար 73 Գոր Մանուչարյան եւ համար 93 թիմի ավակ Արսեն Հակոբյան։ Flamengo դարպասը պաշտպանում է համար 1 Մեսրո Բլնդոյանը, համար 2 Դավիթ Սարգսյան, համար 14 Վահե Սարգսյան, համար 15 Նելսոն Հարությունյան, համար 16 Աղբան Մանուկյան, համար 18 Սուրեն Մոսյան, համար 19 թիմի ավակ Գևորգ Մկրտչյան, համար 22 Աղման Գրիգորյան, համար 23 Արթուր Հակոբյան, համար 30 Վագն Հովանիսյան եւ համար 33 Հայկազ Օհանյան։ Այսքանը կազմերի մասով հիմա տեսնում ենք մի փոքր այդ մեկնարկային րոպեի Flamengo-ի ճնշումը անկավ, բայց նորից նրանք են տեսնում ենք գրոհում, այստեղ Եղիազարյանն է հեռացնում գնդակը եւ նետումը Flamengo-ին է լինելու։ Այլ հերվից հարված, բայց շեղ էր այս հարվածը Flamengo-ի ֆուտբոլիստի։ Նշեցի, որ Flamengo-ն շատ լավ է մեկնարկել իր դիվիզիոնի մրցաշարը 3 խաղ 3 հաղթանակ, Մոնցան էլ 3 խաղ 3 հաղթանակ ունի այս մրցաշարում, հիմա էլ Մանուչարյանն է հարվածում, Բլնդոյանը փրկեց իր թիմին, առաջին հարվածը այս խաղի տեսանք Ռեալի կողմից, լավ հարված Գոր Մանուչարյանից, բայց փրկեց իր թիմին Մերսրո Բլնդոյանը, Մոնցայի հետ Flamengo-ն կիսում է առաջին հորիզոնականը, երկուսն էլ 9 միավոր են վաստակել այս մրցաշարում։ Տեսնում ենք նորից Flamengo-ը կազմակերպել, բայց շատ բարձր է հիմա հարված կատարում այստեղ Արթուր Հակոբյանը։ Խոսեցի Flamengo-ի մասին, խոսեմ նաև Real Madrid-ի, նրանք 2 խաղ են անցկացրել այս մրցաշարում, 2 խաղն են պարտվել են, այս պահին նրանք
Երևանի եւ Միլանի հետ։ Կիսում են վերջին հորիզոնականը։ Երեք թիմերն էլ դեռ միավոր չունեն այս մրցաշարում, ինչևէ տեսնենք հիմա նորից հանցել է Ֆլամենգո գրոյի արված եւ հաշիվը բացված է մեզ մոտ 1-0։ Հայկա Զոհանյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ հրաշալի գրո կազմակերպեց նորից Ֆլամենգոն եւ կարողացավ հենց մեկնարկում հանդիպման հաշիվը բացել, տեսնենք այս գոլին ինչով կպատասխանի ի վերջո Ռեալ Մադրիդը։ Նորից տեսնում ենք Ֆլամենգոն է անցել գրոյի, Մոսյան լավ փոխանցում Սարգսյանի, Սարգսյան փոխանցման ճանապարհը փակված է, բայց նորից Սարգսյանն է գնդակով փոխանցում է այստեղ։ Ոչ մի թիմակից նրա չկարողացավ եզրափակել այս փոխանցումը, հիմա էլ տեսնում ենք Ռեալն է փորձում անցնել գրոյի, Մանուչարյան կենտրոնում է, փոխեց գրոյի եզրը Գոր Մանուչարյանը։ Հունանյան նորից խաղարկում է գնդակը Մանուչարյանի հետ Հունանյանը, Մանուչարյան շարժվում է առաջ Գոր Մանուչարյանը, բայց մի փոքր շտապեց այստեղ փոխանցում կատարելիս եւ անհաջող գործողություն Մանուչարյանի կողմից, բայց արագ անցավ գնդակը Ռեալին։ Այստեղ Հակոբյանն է հիմա վտանգավոր գործում իրենց տուգանայինների մատույցներում, Սարգսյան արված, բայց շեղ էր այստեղ Դավիթ Սարգսյանի հարվածը, Սարգսյանն էլ ասիստի հեղինակ դարձավ, հրաշալի փոխանցում կատարեց թիմակցին։ Տեսնում ենք, որ հրաշալի է մեկնարկել հանդիպումը Ֆլամենգոն։ Ռեալն է փորձում կիսադաշտից անցնել եւ հերթական գրոնից մեկը կազմակերպել, Եղիազարյան փոխանցում առաջ հացված է այս գնդակը, բայց այստեղ տուգանային հարված է հիմա վաստակել վտանգավոր դիրքում Ռեալը, տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնեն Ռեալի ֆուտբոլիստները։ Արսեն Աբոյանն է վերցրել գնդակը։ Սուլիչը կա տեսնենք, Աբոյան հարված հեռացնում է գնդակը այստեղ Սուրեն Մոսյանը։ Շարունակում է գնդակը մնալ Ռեալի մոտ։ Շարյան հրաշալի գործեց այստեղ, թողեց գնդակը Հակոբյանին։ Խլեց գնդակը այստեղ Ֆլամենգոն արագ եւ հիմա փորձում է նետվել գրոյի, բայց նորից հրաշալի է գործում պաշտպանությունում Անուշավան Եղիազարյանը։ Տեսնում ենք գոլից հետո մի փոքր խաղի տեմպը գցեցին երկու թիմերն էլ, ավելի շատ գնդակով է Ռեալը այս րոպեների ընթացքում, Աբոյան հրաշալի փոխանցում Մանուչարյան եւ լավ սահանկում հիմա Ֆլամենգոյի պաշտպանից այստեղ
Վագն Հովանեսյանը լավ գործեց պաշտպանությունում, նորից, բայց արագ խլեց գնդակը Ռեալը։ Ալիրեզա գնդակով է հարկում է թիմակցի հետ, Աբոյան փոխանցում, Հակոբյանի չհասավ այս գնդակը։ Որից Ռեալն է տեսնում ենք անցել գրոյի, Աբոյան կենտրոնում է Արսեն Աբոյանը, Աբոյան փոխանցում թիմակցին, բայց չկարողացավ այստեղ ֆիքսել գնդակը Ժան Աբաջյանը։ Մոսյան շարժվում է առաջ հանգիստ Սուրեն Մոսյանը, կենտրոնում է, բայց նորից առաջ է թողնում գնդակը Սուրեն Մոսյանը, ուշացրեց այնտեղ փոխանցել թիմակցին։ Լավ խարկումներ այստեղ հիմա Ռեալի ֆուտբոլիստների կողմից, հրաշալի փոխանցում Մանուչարյանից, բայց փոքր ուժեղ ստացվեց Մանուչարյանի փոխանցումը։ Տեսնում ենք չեն շտապում այստեղ Ֆլամենգոյի ֆուտբոլիստները հանգիստ խարկումներով փորձում են շարժվել առաջ 10 րոպե անցավ մեկնարկից եւ 1-0 հաշվով այս պահին Հայկա Զոհանյանի գոլի շնորհիվ Ֆլամենգոն հաղթում է Ռեալին հիմա հրաշալի փոխանցում այստեղ Ֆլամենգոյի ֆուտբոլիստի կողմից Մոսյան մտել է Տուգանային հրապարակ Սուրեն Մոսյանը հարված եւ Եղիազարյանն է փակում այս հարվածի ճանապարհը նորից Մոսյանը հարված եւ փրկվում է հիմա այստեղ Ռեալը ինչպիսի վտանգավոր գրող կազմակերպեց Ֆլամենգոն բայց այնտեղ վերջին պահին պաշտպանների եւ դարպասապահի օգնությամբ Ռեալը փրկվում է վերահաս գոլից Մոսյանն ու Հակոբյանը լավ համագործակցեցին Ռեալի Տուգանայինների մատույցներում մեկ անգամ Մոսյանը հարվածեց երկրորդ փորձով էլ աչքի ընկավ Արթուր Հակոբյանը Մարսել Լաուրելն է գնդակով հիմա, թիմին օրեկն է տեսնում ենք, առաջին հանդիպումն է անցկացնում այս մրցաշարում նորից խլում է գնդակը Ֆլամենգո, Սարգսյան, լավ խաղարկում Հակոբյանի հետ փոխանցում նորից Երազանց է ուղղակի գործում, պաշտպանությունում Անուշաբան Եղիազարյանը Աբաջյան, այստեղ էլ անհաջող էր Աբաջյանի փոխանցումը Կազոհանյանն է հիմա էլ հարվածում, բայց նորից պաշտպանը փակեց այս հարվածի ճանապարհը Երկար փոխանցում հիմա բայց չհասավ այս գնդակին Հայկա Զոհանյանը լավ էր նկատել այնտեղ թիմակցին Արման Գրիգորյանը
Ալիրեզան է այստեղ սխալվի փոխանցում կատարելիս, Սարգսյան առաջ է շարժում, հրաշալի փոխանցում, վտանգավոր կարող է լինել Հակոբյան, փրկեց Հակոբյանի հարվածից հետո Ալիրեզան, նորից Հակոբյանն է գնդակի մոտ, գնդակով ներողություն եւ անկյունային է վաստակում Հակոբյանը իր թիմի համար այստեղ առաջին անկյունայինը այս խաղին խաղարկեցին գնդակը տեսնում ենք Ֆլամենգոյի ֆուտբոլիստները, նորից Հակոբյան, երկար փոխանցում Մոսյանին, բայց Մոսյանն էլ այստեղ ընթացքից հարված է կատարում եւ այն շեղ է ի վերջո Արսեն Լաուրել հրաշալի փոխանցում իմ Աբոյանին դարձնում է առաջ Արսեն Աբոյանը, Աբոյան փոխեց գնդակի վերջը Մանուչարյանին, փոխում են գրոյի եզրը Ռեալի տղաները Անուշավան Եղիազարյանն է հարվածում եւ այնտեղ անդրադարձ եղավ Ֆլամենգոյի պաշտպանից անկյունային հիմա էլ հակառակ ուղղությամբ կտեսնենք Արագ խաղարկում հիմա Ռեալի տղաների կողմից Լաուրել բայց նրա դեմ լավ է պայքարում հիմա Սուրեն Մոսյանը Պրեսինգի է ենթարկել այստեղ Ռեալը Ֆլամենգոին, տեսնենք, բայց պայեց գնդակը ի վերջո իր թիմի մոտ Մկրտչյանը եւ նետվում է առաջ Ֆլամենգոն գրոյի Մոսյան աչքի եզրում է Սուրեն Մոսյանը փոխանցում Մաքսին երկար փոխանցում հիմա մյուս եզր եւ Եղիազարյանն է խլում այստեղ Սարգսյանից գնդակը նորից արագ վերադարձնում է գնդակը Ֆլամենգոն Շալի անցում հիմա այն Մանուչարյանից 3-2-ի տեսնենք փոխանցում Աբոյան փոխանցում պետք է գրավել դարպասը բայց Մեսրոպ Բլնդոյանը նորից հրաշալի սեյվով փրկում է իր թիմին Ինչ լավ հնարավորություն էր հիմա ստացել Ռեալը բայց չկարողացավ այս հնարավորությունից օգտվել միայն այստեղ եզրային նետում են վաստակում Ռեալի ֆուտբոլիստները հրաշալի գրով կազմակերպեց Ռեալը բայց նորից գեղեցիկ սեյվով աչքի ընկավ Մեսրոպ Բլնդոյանը Փոխանցում նորից հանաջող փոխանցում այս անգամ փոխանցեց Հունանյանը շարունակում է Ռեալի մոտ մնալ գնդակը Մանուչարյան Ստեղ էլ ուղղակի Հաշտի սահմաններից դուրս է ուղարկում գնդակը Սուրեն Մոսյանը
Նորից Ֆլամենգոն էր անցել գրոյի և հայ կանոնների խախտում Ֆլամենգոյի կողմից, ֆուտբոլիստի կողմից։ Ասում ես, ապետ, ողոքո հետևից ձեն ես տան։ Իրենս, կարս վաղարոտս դուրս գասենքով հանդիստից ես։ Եկա վադեսում։ Լավ նաշան, լավ, վայր կնեշտի։ No, Էրսոն։ Մոսյանից երկար ներում տեսանք, Մարսել Լաուրելը նորից լավ գործեց պաշտպանությունում, Մանուչարյան շարժվում է առաջ, որ Մանուչարյանը, բայց նրա այդ պայքարում նորից լավ գործեց Սուրեն Մոսյանը, հիմա կարող է նետվել գրոյի Ֆլամենգոն, բայց չեն շտապում այստեղ Ֆլամենգոյի ֆուտբոլիստները, Սարգսյան, փոխանցում Մանուկյանին, Մանուկյան հարված, փակում է Մարսել Լաուրելը այս հարվածի ճանապարհը։ Ռեալը անցավ գրոյի Մանուչարյան փոխանցում Ձախեզր Աբոյանին, Աբոյան և հիմա կարողացավ այստեղ հայրված կատարել Աբոյանը նորից շքեղ գործեց ուղղակի պաշտպանությունում Վագն Հովանիսյանը նորից լավ հնարավորություն բաց թողեց Ռեալը այստեղ Ֆլամենգոյի գրոչ չիրականացավ խաղայ միջակ եսա կտենակ որտուս կբերեք ընտա։ Մոսյան երկար նետում, բայց այստեղ Ղիազարյանն է հեռացնում գնդակը նորից եզրային նետումը Ֆլամենգոյինն է Երկար փոխանցում այստեղ էլ Մարսել Լաուրելն է խլում գնդակը Երկրորդ տեմպով է շարունակվում Ֆլամենգոյի գրովը տանգավոր կարող է լինել Մանուկյան Ռուին է Ներողություն Ժան Հակոբյանն է հեռացնում այստեղ գնդակը պայել է գնդակը Մոսյանը փոխանցում Լաուրել հարված և ի վերջո գոլի հեղինակ է դառնում այստեղ Ֆլամենգոյի ֆուտբոլիստը կրկնապատկում իր առավելությունը 2-0 Դավիթ Սարգսյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Ֆլամենգոն Սարգսյանը իր ասիստին ավելացնում է այս խաղում գոլով հրաշալի նորից գրով կազմակերպեց Ֆլամենգո ի վերջո կարողացավ արդյունքի հասնել այդ գրովում հիմա արդեն 2 գոլի Առավելություն է ստացել Ֆլամենգոն Ռեալի նկատմամբ, տեսնենք ի վերջո, Ռեալը կկարողանա մինչև ընդմիջում հաշիվը կրճատել, հիմա էլ Մոսյանի հարվածը չստացվեց
Նորից հեռացված է գնդակը այստեղ պայեց։ Գնդակը Մանուչարյանը խաղարկում է թիմակցի հետ։ Նորից գոր Մանուչարյան։ Եվ խաղթում ի վերջո Մանուչարյանի հետ պայքարում։ Տեսնենք այս Տուգանայինը, Մարսել Լաուրել հարված փոքր շեր ընթացավ Լաուրելի հարվածը եւ վերջ բարեկամներ, առաջին կեսը մեզ մոտ ավարտված է 2-0 հաշվով Ֆլամենգոն հաղթում է Ռեալին, հրաշալի խաղ է ստացվեց, հիմա մի փոքր ընդվիճվենք, վերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի բարեկամներ, վերադարձանք երկրորդ խաղակեսը տեսնում ենք, որ մեկնարկել է մեզ մոտ եւ առաջին կեսից հետո Ֆլամենգոն հաղթում է Ռեալին 2-0 հաշվով մեծ առավելություն ուներ առաջին խաղակեսում Ֆլամենգոն Ռեալի նկատմամբ եւ ի վերջո երկու գոլի առավելությամբ գնացին թիմերը ընդմիջման, հիմա երկրորդ խաղակեսը մեկնարկել է, տեսնենք միմյանց ինչ կառաջարկեն այս խաղակեսում երկու թիմերը, հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները, Ռեալ դարպասը պաշտպանում է համար 1 Սուայլի Լալի Ռեզան, համար 5 Անուշավան Եգազարյան, համար 7 Ժան Աբաջան, համար 9 Արսեն Աբրան, համար 10 Ետնա Մարսել Լաուրել, համար 11 Արթուր Ռունանյան, համար 20 Ռուի Սուարաշ, հիմա վտանգավոր կարող է լինել առաջին դերում են կազմակերպել այս խաղակեսում Ֆլամենգոյի ֆուտբոլիստները, բայց չստացվեց մեր Ռեալն է նետվել գրոյի, Մանուչարյան երկար փոխանցում, Հակոբյան չկարողացավ այստեղ Հակոբյանը հարված կատարել համար 73 Գոր Մանուչարյան եւ թիմի ավակ համար 93 Արսեն Հակոբյան Ֆլամենգո դարպասը պաշտպանում է համար 1 Մեսրո Բլնդոյանը, համար 2 Դավիթ Սարգսյան, համար 14 Վայե Սարգսյան, համար 15 Նելսոն Հարությունյան, համար 16 Աղվան Մանուկյան, համար 18 Սուրեն Մոսյան, համար 19 թիմի ավակ Գևորգ Մկրտչյան, հիմա Ֆլամենգոն է նետվել հակագրոյի, երկուսի փոխանցում Սարգսյան եւ չկարողացավ հիմա ֆիքսել իր ոտքին գնդակը Վայե Սարգսյան եւ հարված կատարել, այլ արագ նետվում է գրոյի Ռեալը Մանուչարյան փոխանցում պայեց այստեղ գնդակը Գոր Մանուչարյան դաշտի սահմաններում այստեղ էլ Մկրտչյանն է լավ գործում պաշտպանությունում եւ նետումը Ռեալինն է լինելու Շարունակեմ կազմը Ֆլամենգոյի համար 22 Աղվան Գրիգորյան, համար 23 Արթուր Հակոբյան, համար 30 Վագն Հովանեսյան եւ համար 33 Հայկա Զոհանյան Մեկ անգամ է Զոհանյանը աչքի ընկավ իր թիմի կազմում, մեկ անգամ էլ գոլորակ դարձավ Դավիթ Սարգսյանը Նորից Ֆլամենգոն է անցել գրոյի եւ այժմ փոխանցումը Աբաջան շարժվում է առաջ Ժան Աբաջանը կենտրոնում է հրաշալի անցումներ տեսանք Ժան Աբաջանի կողմից Մանուչարյան եւ տարավ գնդակ այստեղ Աբաջանի ոտքից հիմա Նելսոն Հարությունյանը փոխում է գրոյի եզրը Մոսյան շարժվում է առաջ այստեղ 3-3-ի դիմակայություն Մոսյան հրաշալի փոխանցում հիմա ոչ այս հարվածը փրկում է հիմա Ալի Ռեզան Աղվան Մանուկյանի կարծես թե
Մանուկյան փոխանցում մյուս եզր, բայց անհաջող փոխանցում է Մանուկյանի կողմից հիմա տեսնում ենք Մանուչարյանն է սխալվում կենտրոնում հիմա և զգուշացվում է հիմա Դոր Մանուչարյանը ցավարեք վիճելու համար Ֆլամենգոն է հիմա նորից փորձում գրով կազմակերպել Մանուկյան, լավ անցում Մանուկյանից, բայց իր մոտ գնդակը փոխանցումը, բայց ուղիղ Ալիրեզայի ձեռքերի մեջ էր Այլ Ալիրեզան սկսեց իր թիմի գրով այստեղ արագ, բայց արագ վերադարձեց գնդակը Ֆլամենգոն իր մոտ Լավ խաղարկումներ Մանուկյան և անկյունային է վաստակում այս դրվագում Ֆլամենգոն Փոխանցում Տուգանային հրապարակ այստեղ Ռուին է վերցնում գնդակ և շարժվում առաջ Փոխանցումը մի փոքր ուժեղ էր այստեղ Հակոբյանը չկարողացավ անգամ Դիպչել այստեղ գնդակին Կրչյանի փոխանցումը անհաջող ստացվեց վտանգավոր կարող է լինել հարվածը Լավը չէր հիմա Ռեալի ֆուտբոլիստի Շարունակում է Ռեալի մոտ մնալ գնդակ և անկյունային վաստակեց այս դրվագում Ռեալը Նուրանյանի հարվածը ստացվեց Փոխանցում Տուգանային հրապարակ, բայց շատ ուժեղ փոխանցում Դոր Մանուչարյանից Արագ նետում հիմա Ֆլամենգոյի ֆուտբոլիստի կողմից Եվ այստեղ խաղաղտում է նշանակել հիմա տեսնում ենք խաղի մրցավարը վտանգավոր դիրքում ստանդարտի հնարավորություն Ֆլամենգոյի համար Հայկա Զոհանյանն է գնդակի մոտ, տեսնենք ինչ կմտածի այստեղ Ֆլամենգոյի ֆուտբոլիստը Տեսնում ենք Սուլի չկա, փափուկ փոխանցում և այ Սարգսյանն է հարվածում, բայց մի փոքր բարձր ընթացավ Ֆլամենգոյի խաղացողի հարվածը լավ որոշում էր կայացրել այնտեղ Հայկա Զոհանյանը բայց Սարգսյանը չկարողացավ լավ վերջաբան տալ այս ստանդարտին Սյանից երկար փոխանցում, վտանգավոր կարող լինել, բայց Ալիրեզան վերցրեց գնդակը Կարող էր խլել գնդակը այստեղ Ալիրեզայից Հարությունյանը, բայց չստացվեց Ռեալն է հիմա նետվել գրոյի և հիմա
Մաքուր գործեց այստեղ Վագն Հովանիսյանը, բայց խոտածածկին հիմա գալարվում է ուղղակի Մարսել Լաուրելը, խաղի մրցավարը ասում է ոչինչ չկա, շարունակվել է պետք հանդիպումը հարված հիմա Ռուից Մլնդոյանն է փրկում իր թիմին, հեռացված է դեռ խոտածածկին է տեսնում ենք Մարսել Լաուրելը, կարծես թե կոպիտ խաղաց այնտեղ նրա այդ պայքարում Վագն Հովանիսյանը, բայց իր որոշումը չի փոխում։ Տեսնում ենք խաղի մրցավարը։ David, պատրաստես։ Պատրաստես։ Մի փոքր դժվարությամբ տեսնում ենք Մարսել Լաուրելը այստեղ կանգնեց, հանդիպումը շարունակվելու է ի վերջո եւ նետում հաստակեց այստեղ Ռեալը։ Ռեալն է անցել գրոյի նորից, Ռուի մտավ կենտրոն, փոխանցում Մանուչարյանին, բայց չկարողացավ պահել իր մոտ Գոր Մանուչարյանը գնդակը հիմա կարող է նետվել գրոյի Ֆլամենգոն, Հարությունյան, Զախեզնում է Հարությունյանը, դադար պահեց, փոխանցում Մանուկյանին, Մանուկյան հարված, բարձր է շարժման Մանուկյանի հարվածը, վերջո 10 րոպե անցավ երկրորդ խաղակեսից դեռ հաշվի մեջ փոփոխություն չկա 2-0 հաշվով այս պահին Ֆլամենգոն հաղթում է Ռեալին նշեմ որ 3 խաղ 3 հաղթանակ ունի Ֆլամենգոն եւ երկու խաղում 4 է պայել դարպասը Բլնդոյանի մա վտանգավոր է Նելսոն Հարությունյան շեղ է բայց հարվածում այստեղ Նելսոն Հարությունյանը ինչ լավ հնարավորություն ուներ Ֆլամենգոն նորից հաշվի մեջ հաշիվը մեծացնելու բայց չկարողացավ Նելսոն Հարությունյանը արդյունքի հասնել Ընդամենը 3 խաղում 1 գնդակ է բաց թողել Նեստոր Բլնդոյանը հրաշալի ցուցանիշ ուղղակի հիմա Ֆլամենգոն է նորից անցել գրոյի Հարությունյան հարված եւ գոլի վերջո գոլ հեղինակ է դառնում Նելսոն Հարությունյանը հաշիվն էլ դարձնում 3-0 Նելսոն Հարությունյան 3-0 արդեն 3 գոլի առավելություն է ստանում Ֆլամենգոն նորից արդյունավետ գործողություն է այսօրվա խաղում բերում Դավիթ Սարգսյանը 1 գոլ 2 ասիստ այս պահին Ֆլամենգոյի ֆուտբոլիստի կողմից հիմա բարդ իրավիճակում է հայտնվել Ռեալը այս խաղում բայց շատ ժամանակ կա դեռ
Հաշիվը կրճատելու, բայց Ֆլամենգոն է նորից անցել գրոյի, վտանգավոր կարող է լինել, հարված վտանգավոր էր Մոսյանի հարվածը, բայց շեղ էր, վերջո Սուրեն Մոսյանի հարված, իմ այլ արագ խարկում Ալիրեզայի կողմից, Միանյան լավ խարկեց հիմա հույի հետ գնդակը, վտանգավոր կարող է լինել, բայց արագ վերադարձեց գնդակը իր մոտ Ֆլամենգոն, Դավիթ Սարգսյան լավ է նկատում ձախ եզրում առաջացած Վայ Սարգսյանին, հետ խարկում Սարգսյանից, վտանգավոր կարող է լինել արված հեռար, Արթուր Հակոբյանը փորձեց հեռվից կրակել, մի փոքր շեղ էր ի վերջո Հակոբյանի հարվածը, Պրեսինգ է ենթարկել այստեղ Ֆլամենգոն, տեսնում ենք Ռեալին, Մանուչարյանը դեռ գնդակով է, համար պայքարում պայեց իր մոտ գնդակը, ի վերջո խախտում էր արձանագրել խաղի մրցավարը այստեղ, այլ անաջող փոխանցում Հակոբյանից, Չան թողեց գնդակը այստեղ Սարգսյանին, Դավիթ Սարգսյան փոխանցեց թիմացին այստեղ գնդակը նորից լավ խաղարկումներ, Դավիթ Սարգսյան փոխանցում մյուս եզր պայլ է գնդակը, հիմա Այկա Զոհանյանը ընթացքից հարված մի փոքր բարձր էր, Զոհանյանի հարվածը, Աբոյանն է սխալվում այստեղ, նորից անցավ Ֆլամենգոն գրոյի, փոխանցում մյուս եզր, Վայ Սարգսյան պայլ է գնդակի իր մոտ, Շախեզում է Վայ Սարգսյանը, երկար փոխանցում, բռունցքներով հեռացնում է գնդակը Ալիրեզան, Մանուչարյան հրաշալի անցում այլ տեսան գոր Մանուչարյանից, լավ փոխանցում Մարսել Լաուրելին, փոխանցում մյուս եզր և Աբոյանն է իմ այլ բարձր հարվածում, լավ հակագրող, կազմակերպեց Ռեալը, բայց չկարողացավ արդյունքի հասնել ի վերջո, նորից արագ կիսադաշտը անցավ Ֆլամենգոն, երկար փոխանցում և հրաշալի գոլերինակ է իմ այլ դառնում, Արթուր Հակոբյանը հաշիվը դարձնում 4-0, Արթուր Հակոբյան 4-0 էլ ավելի խոշոր է դարձնում Հակոբյանը իր թիմի առավելությունը և կարծես թե հերթական 3 միավորն է վաստակելու այսօր էլ Ֆլամենգոն, կլինի նրանց 4-րդ անընդմեջ հաղթանակը այս մրցաշարում ուղղակի հրաշալի մեկնարկ է տվել Ֆլամենգոն այս մրցաշարին և այսօր էլ կարծես թե դեռ այս պահին Բլնդոյանը Հանարիկ է պահում իր դարպասը, տեսնենք, դեռ ժամանակ կա հանդիպման ավարտին, կկարողանա ի վերջո Ռեալը հեղինակության գնդակը խփել այսօրվա խաղում, հենց Ռեալն է անցել գրոյի, Ժան Աբաջյան, ձախ եզրում է Աբաջյանը և կարողանում է այստեղ անկյունային վաստակել Ռեալի ֆուտբոլիստը, Խաղարկեցին այստեղ երկար փոխանցում և Անուշավան Եղիազարյանի հարվածից հետո նորից Բլնդոյանն է փրկում, բայց կրճատված է հանդիպման հաշիվը և գոլ հեղինակ դարձավ ի վերջո թիմի նորեկ Մարսել Լաուրելը
Մարսել Լաուրել 4-1 խոսքից վրա կարողացավ Ռեալը հեղինակության գոլը խփել եւ այսօր անառիկ չպայեց ի վերջո դարպասը իր թիմի Մեսրոպ Բլնդոյանը, բայց նորից հրաշալի հանդիպում է անցկացնում։ 5 գնդակ ենք տեսել արդեն այս խաղում, հիմա էլ Ալիրեզայի գեղեցիկ սեյվը տեսանք, երկրորդ փորձից էլ Օհանյանն է հարվածում, անկյունային ի վերջո վաստակեց իր թիմի համար Հայկ Ազոհանյանը։ Փոխանցում Տուկանային հրապարակ, Հակոբյանն է հեռացնում գնդակը։ Կրչյանը պահեց իր թիմի մոտ գնդակը հիմա։ Սարգսյան ներվում է առաջ, լավ նկատեց այստեղ թիմակցին։ Սարգսյան, Սարգսյանը արդեն Սարգսյանը Հակոբյան, բայց Հակոբյանի փոխանցում հիմա կարող է նետվել հակագրոյի Ռեալը Մարսել Լաուրել այնտեղ ձախ եզում շարժվել է առաջ թիմակիցը Մարսել Լաուրել փոխանցում եւ ի վերջո վրիպում է հիմա մի քանի մետրից այստեղ Մարսել Լաուրելը ամեն ինչ կարծես թե ճիշտ էին արել Ռեալի ֆուտբոլիստները Մանուչարյանը հրաշալի փոխանցեց Մարսել Լաուրելին գնդակը հրաշալի համագործակցություն նրանցից, բայց Լաուրելը ի վերջո չկարողացավ գրավել գնդակը Բլնդոյանի դարպասը եւ դուբլի հեղինակ դառնալ, ինչեւ այդ դրվագը արդեն անցյալում հիմա էլ Ֆլամենգոն է անցել գրոյի Հակոբյան այնտեղ լավ է նկատում թիմակցին եւ Հայկ Ազոհանյան հիմա Սավոտ հարված է ստանում Հայկ Ազոհանյանը Բախվեց այնտեղ Ալիրեզային եւ վնասվածք ստացավ հիմա Ֆլամենգոյի խաղացողը Շատ քիչ ժամանակ է մնում արդեն հանդիպման ավարտին հիշեցնեմ այս պահին 4-1 հաշվով Ֆլամենգոն հաղթում է Ռեալին եւ կարծես թե իր 4-րդ անընդմեջ մեջ հաղթանակը կտանի այս մրցաշարում բայց տեսնենք ամեն ինչ կարող է լինել ի վերջո սա ֆուտբոլ է պայքար է ամեն բան կարող է ամեն րոպեում փոխվել հիմա վտանգավոր դուրս եկավ այստեղ իր տեղից Ալիրեզան պահում է իր թիմի մոտ գնդակ Օհանյան հրաշալի փոխանցում Մանուկյան ուղիղ հարված կատարեց Աղվան Մանուկյանը Ալիրեզայի վրա հիմա էլ Հակոբյանն է հարվածում նորից Ալիրեզան է փրկում իր թիմին ինչ է կատարվում տեսնում ենք հիմա Ռեալի պաշտպանությունում ուղղակի քաոսային իրավիճակ է այս րոպեների ընթացքում Ռեալի տուգանայինների մատույցներում Նորից Ֆլամենգոն անցավ գրոյի լավ այնտեղ նկատեցին հիմա Օհանյանին Հայկ Ազոհանյան հարված Հայկ Ազոհանյանի հարվածը շտապեց մի փոքր Օհանյանը այստեղ Ղազարյան լավ նկատեց այստեղ Աբոյանին հրաշալի ածում Արսեն Աբոյանից մտավ Տուգանային հրապարակ եւ ինչ էր սա վտանգավոր հիմա խաղաց այս դրվագում Վահագն Հովհաննիսյանը բայց Տուգանային է վաստակել ի վերջո կարծես թե Ռեալ այս դրվագում հիմա տեսնենք ինչ է որոշելու խաղի մրցավարը Բացվոքով կարծես թե գնաց այստեղ Վահագն Հովհաննիսյանը եւ խախտեց խաղի կանոնները, բայց ի վերջո
Կրկնապատկերը դիտելու է խաղի մրցավարը եւ տեսնենք ինչ որոշում կկայացնի։ Ի վերջո կայացնում է իր որոշումը խաղի մրցավարը եւ անփոփոխ է։ Տեսնում ենք Տուգանային է նշանակել Ֆլամենգոյի դարպասին վտանգավոր դիրքում վերջին րոպեն է մեզ մոտ ընթանում հանդիպանը ավարտին։ Կարող է վերջին պահը լինել այս խաղի, տեսնենք որ Մանուչարյանն է։ Գնդակը վերցրել։ Երկար են պատրաստվում այստեղ Ստուգանայինը լիացնելու համար Ռեալի տղաները Մանուչարյանի վերջո սուլիչը կա գոր Մանուչարյան ուղիղ Բլնդոյանի վրա հարված կատարեց եւ անկյունային է վաստակում Ռեալը այս դրվագում Հակոբյանն է գնդակի մոտ Հակոբյան փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը շարունակվելու է մնալ Ռեալի մոտ գնդակը, բայց այստեղ էլ հանաջող է փոխանցում հիմա Ալի Ռեզան Մանուկյանից երկար փոխանցում դեպի մյուս եզր, այնտեղ Օհանյանն է շարժվել առաջ պայծի վերջո գնդակը դաշտի սահմաններում Հայկ Ազոհանյանը հարված Ալի Ռեզան է փրկում իր թիմին Օհանյան այստեղ շրջադարձ հարված և խաղի կանոնների խախտում այս գոլը չի արձանագրվի ի վերջո Ալի Ռեզայի հետ պայքարում Օհանյանը խախտել էր խաղի կանոնները բաց ոտքով այնտեղ փորձեց հարված կատարել, բայց հարվածեց Ալի Ռեզային և հիմա խոտածածկին է նորից հայտնվել Հայկ Ազոհանյանը Արցացավ այստեղ Հայկ Ազոհանյանը և խաղարկել են գնդակը Ռեալի տղաները, Անուշավան Եղիազարյանը շարժվում առաջ, Եղիազարյան խլեցին նրանից գնդակը հիմա և հիմա նետվում է հակագրոյի Ֆլամենգո 4-1-ի Մոսյան փոխանցում կարող է լինել ոչ Մոսյանը հարված ուղիղ Ալի Ռեզայի վրա հարվածեց այս հարվածն է չստացվեց Մոսյանը կարող էր այնտեղ փոխանցել 2-3 թիմակիցների, բայց որոշեց այս գրոյը եզրափակել հենց ինքը հիմա նորից Ֆլամենգոն է անցել գրոյի Սարգսյան փոխանցում Արությունյա և գոլ ի վերջո խաղն ավարտված է 5-1 հաշվով հաղթում է Ֆլամենգոն Ռեալին և հերթական իր 3 միավորն է վաստակում այս մրցաշարում 4-րդ անընդմեջ հաղթանակը Ֆլամենգոյի կողմից և հիմա այս պահին ժամանակավորապես բարձրանում է առաջին հորիզոնական Ֆլամենգոն Այսքանն էինք պատրաստել այս խաղի համար սիրելի բարեկամներ հետաքրքիր հանդիպում ստացվեց մնացեք մեզ հետ կվերադառնանք մի քանի րոպեից